Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Դե ինձ սիրելիներս, այսօր պատրաստելու ենք միասին տիրամիսու։ Իրականում հյուրեր ունեմ եւ դրա իսկ պատճառով որոշեցի, որ ուզում եմ պատրաստել տիրամիսու, իմ տնական պատրաստած տիրամիսուն։ Իրականում շատերը, երբ որ մենք Հայաստանում էինք, եւ ես այնտեղ փորձեցի տիրամիսու, երկու անգամ եմ փորձել եւ առաջի անգամ երբ գնացել էինք Հայաստան, դա հյուսիսային պողոտայում էր, եւ երկրորդ անգամ երբ գնացինք Հայաստան, դա Կոմիտասում էր, կոնկրետ վայրը չեմ նշում, չնայած բլոգում կա, որ ուզենա կգտնեք։ Ինչևից է դա չէ կարևորը, եւ երկուսի դեպքում էլ չհավանեցի ինչու, որովհետեւ ինքը շատ sense ծանր եւ յուղոտ էր ինձ համար ու շուտ sense հագեցնող էր, հա, այսինքն թույլ չէր տալիս, որ մինչև վերջ տիրամիսուն վայելես, կեսից արդեն չէր գնում, չնայած համը լավն էր, բան չունեմ ասելու։ Դե ինչ, այսօր կիսվում եմ իմ բաղադրատոմսով, բաղադրատոմսը ես իրականում փոփոխել եմ, իրականում բաղադրատոմսի մեջ գնում է ամբողջական զուն, իհարկե առանձնացրած հարած սպիտակոցը եւ դեղնոցը առանձին, հա, բայց ես հանել եմ սպիտակոցը ընդհանրապես բաղադրատոմսից եւ ինձ այդպես ավելի շատ է դուր գալիս։ Սպիտակոցը կարող եք օգտագործել ինչու ոչ պատրաստել, օրինակի համար մերենգայով ռուլետ կամ ինչու ոչ նեգրի ժպիտ, բազմաթիվ բաղադրատոմսեր կա, որի մեջ կարող եք օգտագործել ձվի սպիտակոցը։ Դե ինչ, սկսում ենք նախնական առանձնացնում ենք դեղնուցը սպիտակոցից։ Բաղադրատոմսը ես մի քիչ մեծ եմ անում, կգրեմ իրական բաղադրատոմսի չափը, հա, վիդեոյի ներքևի հատվածում։ Ես անում եմ քիչ ավել, որովհետև հյուրեր ունեմ, ինչպես ասեցի, եւ իհարկե մենք տան անդամներով նաեւ շատ ենք սիրում տիրամիսու, հատկապես երեխաները, դրա համար սկսում ենք։ Ուրեմն, եկեք ուզում եք եթե բաղադրիչներ արագ անցնեմ ցույց տամ, հետո արդեն կանցնենք process-ին, մեզ պետք է գալու անհրաժեշտ է լինելու մասկարպոն, իմ մոտ երկու տեսակ մասկարպոն է, մեկը գնել եմ կյաֆուղից, մյուսը գնել եմ մեր խանութից։ Իրականում այս մասկարպոնը առաջի անգամ եմ գնում, չնայած իտալական դրոշ գոյություն ունի վրան, հուսով եմ իրոք իտալիայից չեմ նայել իրականում, բայց երկուսի դեպքում էլ սա շատ եմ հավանում, կյաֆուղինը եւ լիդլին եմ շատ հավանում իրականում, սա դեռևս չեմ կարող խորհուրդ տալ։ Մեզ պետք է գալու մասկարպոն, մեզ պետք է գալու ձու, շաքարավազ, վանիլ, իհարկե սուրճ, ոնց են ասում, լուծվող սուրճ, եւ իհարկե այսպիսի բիսկվիտի փայտիկներ սավայարդի են կոչվում։ Սրանք նույնպես գնել եմ մեր խանութից, լիդլինը շատ եմ հավանում, բայց այս անգամ չգտա, կյաֆուղել ոտքս չի ընկել, որ ճիշտն ասեմ։ Սա մեր խանութինն է, չափսերը ինչպես որ ասեցի, կնշեմ ներքևում։ Դե ինչ, առանձնացնում ենք սպիտակուցը դեղնուցից, մեզ անհրաժեշտ է լինելու մենակ դեղնուցը։ Սպիտակուցը ստեղ չխառնենք։ Այսպես։ Իրականում այս բաղադրատոմսը ես իմ հարևանուհուց եմ սովորել եւ տարիներ առաջ մենք նոր ենք եկել եւ ապրում էինք, կարելի ասել, ոնց են ասում, հանրակացարանում, հա, եւ այնտեղ աղջիկները օրերից մի օր զանգահարեցին, արդեն պարկել էինք, որ ճիշտն ասեմ, տակի հարևաններով հավաքվել էին հայուհիներով, զանգահարեցին, բայց Սերինե չես գալի, իջնես չայ խմենք, որովհետև բավականին սառը եղանակ էր, չայ խմենք, սկզբից ասեցի չէ, ոնց որ արդեն պարկել էինք, ուշ էր, հետո ասեցի լավ, աղջիկները զանգի կանչել են, ոնց չգնաս, հա, եւ եկեցա եւ գնացի եւ շատ լավ արեցի, որ գնացի, որովհետև առաջի անգամ համտեսեցի տիրամիսուն, պատրաստել էր Ալբինան, Հա, մի խոսքով,
Նաև պատրաստել եւ շատ հավանեցի իր բաղադրատոմսը, վերցրեցի եւ դրանից հետո սկսեցի անընդմեջ պատրաստել, բայց բաղադրատոմսի մեջ նաև սպիտակուցներ, իր բաղադրատոմսի մեջ ես ուղղակի հանել եմ։ Եթե կուզենաք կարող եք ավելացնել սպիտակուցը, պարզապես պետք է լավ հարեք մի պտղունց աղով, առանց շաքարավազ, մինչև sense դառնա ամպիկ, սպիտակ փրփրան ամպիկ, եւ դա արդեն խառնեք դեղնուցի եւ մասկարպոնեի հարված արդեն վիճակում, աստիճանաբար շատ դանդաղ ձեռքի շարժումներով։ Բայց ես հասկացա, որ առանց սպիտակուցի իմ կարծիքով ավելի համեղ է ու ավելի պինդ է։ Դրա համար, քանի որ ես ժելատին չեմ խառնում, այստեղ ինչ որ, ահա, ես ժելատին չեմ խառնում մեջը եւ դրա պատճառով գերադասում առանց սպիտակուցի։ Ահա, սա է մեր բաղադրատոմսի պատմությունը, թե որտեղից է եկել հասել Սերինեին։ Այսպես։ Խոսալով մեզ մնաց 2 ձու կոտրենք։ Գրեք կոմենտարիաների բաժնում, փորձել եք տիրամիսու, որտեղ եք փորձել, արդյոք սիրում եք կամ պատրաստել եք, ինչ շատ հետաքրքիր է իրականում, որովհետև երբ կիսվում եմ բաղադրատոմսով, ինձ հետաքրքիր է այդ բաղադրատոմսը ձեզ ինչ-որ մի բանով օգտակար է լինում, թե ոչ։ Եվ եթե նկատել եք, շատ հաճախ չեմ նկարահանում բաղադրատոմսեր, քանի որ մեր հայուհիները ես գիտեմ, որ ամեն ինչ գիտեն պատրաստել։ Եվ դրա պատճառով ինձ թվում է կարիքն էլ չկա, որ ինչ-որ ես բաղադրատոմս նկարահանեմ ցույց տամ։ Բայց սա այն եզակի բաղադրատոմսերից է, որը իմ կարծիքով հետաքրքիր է եւ համեղ է, եւ թե ամառ, թե ձմեռ, թե գարուն, թե աշուն, ակտուալ է, որովհետեւ իրեն կարելի է ուտել թե սուրճի հետ ցուրտ եղանակին, թե թեյի հետ, չէ, թե թեյի հետ ցուրտ եղանակին, որտեղ այդպես էլ մենք արել ենք աղջիկներով, թե սուրճի հետ տաք եղանակին։ Վերջիններս սպիտակոցը դնում եմ կուղարկյամ սառնարան, երևի թե վաղը ինչ-որ մի բան, վաղը չէ երևի թե, կամ կտեսնեմ, մի բան կպատրաստեմ, եթե նեն ժամի պատրաստեցի, որ շատ ուշ չեղավ և շատ հոգնած չեղավ, ուրեմն կնկարահանեմ, ձեզ էլ ցույց կտամ, հա, այդպես ասեմ։ Հիմա ստեղ դեղնուցն է, դուք տեսնում եք, ուղարկում եմ մի պտղունց, մի մեծ պտղունց աղ, և իհարկե հարում եմ, ես ռոբոտ հարիչով եմ հարում, կարող եք ձեռքի հարիչով, տարբերություն չկա, իրականում ուղղակի ձեռքը զբաղված չի լինում, հա, այդքան բան։ Եվ աստիճանաբար ավելացնում եմ շաքարավազը, հետո կավելացնենք վանիլը և իհարկե հետո կավելացնենք մասկարպոնեն։ Այդ ընթացքում պետք է եփենք նաև, ես մոռացա ասել, եւ կոնյակել եմ ավելացնում սիրելիներս, մի փոքրիկ կոնյակ եմ լցնում սուրճի մեջ, հա, դա ըստ ցանկության է։ Սուրճը մեզ պետք եփել, 200 միլիգրամ բաղադրատոմսի մեջ կգրեմ եւ իհարկե լուծվող սուրճ գնացինք։ Ահա, գրեթե պատրաստ է, ինքը արդեն զանգվածը սպիտակել է և կարելի ասել շաքարավազը հարվել է մեջը, իրականում ես մի քիչ երկար եմ հարել, որովհետև իմ շաքարավազը մեծ հատիկներով էր այս անգամ, այս վանիլը գույնը փոխում է յուրաքանչյուր թխվածքի, որը որ պատրաստում եմ, բայց շատ եմ հավանում իրականում այս վանիլի հոտը և համը, դրա համար
Դրա համար միշտ սա եմ ավելացնում, բայց իհարկե ըստ ցանկությամբ կարող եք ուրիշ ավելացնել, մի մեծ քանակ եմ ավելացնում, որտեղ ինքը շատ համեղ հոտ ունի։ Ահա, շարունակում եմ հարել, մի փոքրիկ էլ ու սկսում եմ ավելացնել մասկարպոնը։ Այստեղ 2 ճաշի գթալ սուրճ եմ արել եւ իհարկե կոնյակ։ Իրական բաղադրատոմսը իտալական ռոմով են պատրաստում, բայց ես նախընտրում եմ, չգիտեմ ինչի, ես նախընտրում եմ կոնյակը։ Հայկական արյունն է խոսում։ Չնայած, որ ֆրանսիացիներն ասում են, որ կոնյակը իրենցն է։ Կոնյակ քաղաքից է հելել։ Ով ասում, դա մերն է։ Որ հայը կար ֆրանսիացիներ էր։ Դա մի փոքրիկ հումոր էր։ Շատ լուրջ չընդունեք, չմտածեք, որ ես հայ էլի։ Ջուրը եռած, մեկ փոքրիկ ջազվա ջուր, մեկ բաժակ, 200-250 միլիգրամ, արդեն որոշեք ինչքան եք ուզում, շատ պետք չի ջուր անել, որտև շատ պետք չի, այս փայտիկները պետք է թաթախենք մեջը, պետք չի շատ թաթախել, որովհետև մեջը շատ կլխկվեն, դա լավ չէ, իհարկե քիչ էլ պետք չի։ Սա այլևս ինձ պետք չէ, այս փոքրիկ քանակի վերջ, սա դնում ենք մի կողմ, մի փոքրիկ էլ հարեմ ու աստիճանաբար ավելացնում եմ մասկարպոնը։ Ները, որ ինձ խենթացրեցին, հասկացա սիրում եմ կյանքիս լույս բացվեց, քաղցր, ինչ քաղցր ես, ոնց կտա ես քեզ, սիրուն, ինչ սիրուն ես, խենթանում եմ ես, խենթանում եմ ես Ուզում եմ միասին լինենք ողջ կյանքում մեր սիրո մասին Գրեթե պատրաստ է, մի հատ կողքերից հավաքենք, որ մարդես կարող է լավ չի միքսերի իր գործն արել, բայց գրեթե պատրաստ է։ Մի հատ էլ լավ հարենք, ուժեղ պտույտների վրա եք դրում։ Խենթանում եմ ես, խենթանում եմ ես Քեզ համար ես երգեցի, քեզ երկար ես փնտրեցի Դու ես հենց են իմ միակը, իմ երազ Վերջ, պատրաստ է Սա ցույց կտամ իհարկե վերջնական տեսքը, մի հատ ուզում եմ պարզապես համը Հորտով Էդ ինչ համով է, չեք պատկերացնում Չեմ կողում, որտև ես եմ պատրաստել Իրոք համով է Սենց գթալով դնես ու ուտես Ահա սիրելիներս, ուրեմն ես հիշում եք Հայաստանից բերելի այսպիսի ամաններ Սալատի կամ ինչ-որ մարաժնի համար Հատիկավոր եմ հավաքելու տիրամիսուն, կարող եք ամբողջական անել եւ հետո սարելուց հետո կտրատել կտորներով մատուցել, այդպես էլ եմ շատ հաճախ անում, երբ որ ուզում եմ արագ անեմ ու վերջացնեմ, որտեղ երեխաները հատկապես Ալյոնան շատ հաճախ ասում մամա տիրամիսու, այս անգամ անում եմ հատիկավոր, որպեսզի ավելի հարմար լինի, գթալով նստեն եւ իրանց ամաններով ուտեն, հա, այսպես ասեմ, եկեք ես ձեզ ցույց տամ վերջնական որ ասում է արդյունքը իմ կրեմի մեկ վարկեմ այդ խառնը այսպես է ստացվում նայեք ինչքան պինդ է եւ կարիք չունի ոչ մի ժելատինի իրականում նայեք այսպես հիմա ինչ ենք անում մենք Եկեք եմ պսանեմ, որ ձեզ լավ երևա, չնած երևալու ես ինչ չկա, սա էլ ունեի արդեն, քանի որ սրանցից 6 հատ է, ինչքան կլինի, ունեի առաջ, սենց հատուկ պլաստմասայից բաժակներ էր, որի մեջ լցնում էի
բայց համ այսպես ավելի սիրուն, բայց վերցնեք հաստ ապակի, ինչու, որտեղ եթե դնեք սարսարան, հանգարց չճաքի, որտեղ բարակ ապակին կճաքի, անպայման հաստն ենք վերցնում, նայեք ինչ ենք մենք հիմա անում, սա սուրճն է, սա մեր պեչենիներն են, այսենց մի գթալ ես լցում եմ, արդեն դուք նայում եք իհարկե ձեր, ոնց են ասում, ձեր ամանի չափին, կտրատում եմ սենց 3 մասի պեչենիները, որովհետև այսպես եմ պատրաստում, եթե կուզենաք մի անգամ էլ ամբողջական կպատրաստենք, այսպես թաթախում ենք սուրճի մեջ, ձեռքերս լավ լվացած մաքուր են սրելներս, 100 անգամ լվացել եմ, 2 հատիկ սենց դնում ենք մեջը, և իհարկե փակում ենք նույնպես մեկ անգամ այսպես մասկարպոնեյով, մասկարպոնեյով, կրեմով, և իհարկե արդեն փորձում ենք գեղեցիկ հավասարեցնենք, հեսա ուրիշ մի հատ ես բան կբերեմ, որ ավելի ճիշտ լինի, և նույնպես ավելացնում ենք պեչենիներ, շատ թե քիչ պեչենիներ դուք որոշեք, ես չեմ կարող ձեզ ասել, բայց ես շատ չեմ սիրում անել, ինչու, որովհետև թե չէ շատ պեչենիա լինում, բայց քիչ էլ պետք չի, վերևի հատվածում մի քիչ շատ ենք անում, վերջ, այսպես, մի քիչ սեղմում ենք մեջ և իհարկե վերջնական փակում ենք արդեն կրկին մասկարպոնի կրեմով և գեղեցիկ հավասարեցնում ենք, կարող եք հավասար սենց ուղիղ դնել, կարող եք սենց պուտիկ անել, սպրիչով տորթի կրեմի, կարող եք այսպես անել, ես այսպես եմ անելու և մատուցելու եմ ելակով և իհարկե վերևից արդեն ցանելու ենք սև կակաո։ Վերջ, հավասարեցրին գեղեցիկ, ինչքան հնարավոր է հավասար, որ կակաոն ցանելուց հետո հորթիկ-բորթիկ չլինի մեր տիրամիսուի վրա։ Եվ իհարկե անձեռոցիկով մի եզրերը սրբում ենք, մինչև սարսարան ուղարկելը, այսպես, և ինչ են ասում, սննդի թաղանթով իհարկե փակելու եմ, այսպես, կարող եք մեջերը ելակել կտրատել, բայց ես, որ ճիշտն ասեմ, այսպես եմ նախընտրում, դժվար ոչինչ չկա, տեսակ պատրաստելը ինչքան հեշտ է, իրականում ինքը իրանից ես իմ ինչ չի ներկայացնում, բայց, այսպես թաթախում ենք և դնում ենք, սիրելիներս, փորձելը չեմ փորձելու այսօր, գիտեք, որ նախ ես հիմա ինձ քաղցրից զերծ եմ պահում և հատուկ ժամանակ եմ ուտում, մենակ երբ որ պետք է մի փոքրիկ ուտել, հյուրեր եմ ունենում կամ չգիտեմ, ես եմ հյուր գնում, ուրիշ դեպքում չեմ ուտում։ Իսկ սրա դեգուստացիա կտեսնեք արդեն ալիքում, երբ որ վլոգը նկարեմ հյուրերիս հետ, անպայման այդ պահին ցույց կտամ։ Չնայած ցույց տալու բան էլ չկա, երևի թե հյուրերիս կարծիքը կհարցնեմ, որ ուտեն, կասեմ դե հիմա մի հատ ասեք մեր հայ ժողովրդին համով է թե չէ, բայց կասեմ անկեղծ ասեմ, որովհետև իմ համար կարևոր է անկեղծ կարծիքը, ոչ թե հաճոյախոսությունը, Այսպես ներող եղեք, որ ցույց չեմ տալի արդեն պատրաստի տարբերակը, բայց ինչպես որ ասեցի, այդպես էլ ասեցի։ Լցնում ենք ևս մեկ անգամ, շատ համով էր, շատ, հնաց հավեսով կուտեի, բայց չէ, սերինեզը սպիքես, երբ որ արդյունքը տեսնում ես, որ զսպում ես քեզ և ինչ-որ արդյունք ես տեսնում, և ոչ միայն դու, և ոչ միայն ես, նաև դուք տեսնում եք արդյունքը, արդեն ավելի եմ, որ ասում եմ, ոգեշնչվում, որ շարունակեմ սիրելիներիս։ Այսպես,
վերցնում ենք անդերոցիկը, Voilà, այսպես, և իհարկե շարունակում ենք, ինձ թվում ոչ մի բաց բան չկա, պատրաստ լինելուց հետո ցանում ենք կակաոն, ցույց կտամ ինչպես ասեցի, և ելակը, իրականում ելակը եկեք ցույց տամ, անում ես, եկեք մեծի վրա ցույց տամ, որ լավ ելևա, բայց մեկ վարկան բանա, Պոչիկը չենք կտրում, գեղեցիկ թողում ենք պոչիկը իր տեղում, լավ չորացնենք, որ դերսնում ենք դանակը, սա ելակն է, այսպիսի սենց այս ձերով վերևում է ձեզ, այո, համարյա մինչև վերջ կտրում ենք, այսին շերտերով, ինձ թվում է բոլորդ գիտեք, Ես չի, որ Ամերիկայում բացահայտում և այսպես թեքելով իհարկե մի քիչ փոքր ելակ է պետք ամանի համար, որտեղ սա արդեն մեծ է, այսպիսի սենց ձևով, ուй, ես մեկը շատ մեծ եմ, շատ եմ կտրել, շատ եմ կտրել, և իհարկե ցանում ենք կակաոն և սա դնում ենք այսպես մեջտեղը, տեսակ, այսպես, սոկնե կաթած տիրամիսուի վրա, Սա ես կուտեմ, սա ինձ կարելի է, ինձ թվում է ոչ մի բարդ բան չկար, դուք արդեն պրոցեսը տեսաք, սիրելիներս շատ շնորհակալ եմ, որ դիտում եք, բաժանորդագրվում եք, չեք զլանում կոմենտարյաներ եք գրում և ես էլ չեմ զլանա ամեն անգամ նույնը կրկնել, որովհետև ամեն դեպքում շատ լավ հասկանում եմ, գիտակցում եմ, որ բոլորս էլ զբաղված ենք, բոլորս էլ ունենք մեր տան գործերը, թե դրսի գործերը, հա, Եվ այդ արանքում ժամանակ տրամադրել և դիտել և բացի դիտելը նաև կոմենտարիա գրել, դա շատ մեծ աշխատանք է, շատ մեծ ինձ համար ամեն դեպքում գնահատելի է, շատ շնորհակալ եմ նաև բոլորից շնորհավորանքների համար, թե իհարկե մեր սիրելի Փիրուզի գենդեր փարթիի համար, իր բալիկի, հա, որ մաղթում էիք առողջ բալիկ ծնվի, շատ շնորհակալ ենք, շատ զգացված ենք Եվ նաև շատ շնորհակալ եմ հայրիկից ծնունդը շնորհավորելու համար, անպայման ես իրեն ցույց կտամ, կասեմ կնայի ձեր շնորհավորանքները, շատ զգացված եմ, շնորհակալ եմ, շատ իրականում հայրիկս, այսինքն ծնողներս, քույրիկս, եղբայրս ապրում են Ռուսաստանում, ես իրենցից շատ հեռու եմ և չես կարողանում ամեն առիթին ցավոք մասնակցես, հա, չնայած WhatsApp-ի ջանը սաղ լինի, WhatsApp չէ, Էմոյա, հա, հիմա WhatsApp էլ չկա Ռուսաստանում, Էմոյի ջանը սաղ լինի, խորովածի արարողությանն էլ մասնակցեցի, մի քիչ ես սենց պարեցի այնտեղ իրենց ոգևորեցի ու գնացի աշխատանքի, Դա էլ այդպես, ամեն դեպքում բոլորից հետ շատ շնորհակալ եմ, դուք շատ լավն եք, շատ սիրում եմ ձեզ։ Երևի թե այսքանով կավարտեմ, ինձ թվում է, որ ավել ցույց տալու բան չունեմ, սա արագ-արագան եմ ու ես էլ պատրաստվեմ, որ գնամ աշխատանքի, քանի որ այսօր եւս ես աշխատանքի եմ, ինչպես որ գրեթե ամեն օր։ Ահա, վերջ, սրանք հեսա թաղանթով այսպես թաղանթը վերցնում ենք և ձիգ փակում ենք և ուղարկում ենք սառցարան։ Իրականում սառցարանում 10 օր կարող եք պահել ձեր տիրամիսուն, ոչինչ չի լինի, քանի որ նա սառույցի մեջ է և մատուցելուց առաջ, գոնե մի 2 ժամ առաջ հանում եք և ուղարկում եք սառնարան։ Երևում է, որ բան եմ քաշը վրեն թաղանթ ոչ չի երևում։ Նայեք ինչքան պինդ է ինքը, տեսնում եք, այսպիսի լավ խմոր է ստացվում, այսպիսի լավ խմոր է ստացվում, դե ինձ սիրելիներս, ևս մեկ անգամ շատ շնորհակալություն, որ դիտում եք, ձեզ ինչպես միշտ ուղարկում եմ պաչիկ։